Օրացներից 5-րդ գլխի մեջ այսպես ասում Աստծո Սուրբ Խոսքը. Ուրեմն Քրիստոսի կողմանե դեսպանություն ենք անում, որպես թե Աստված ինքը մեր միջոցով կոչ է ուղղում ձեզ, մենք աղաչում ենք ձեզ Քրիստոսի կողմանե հաշտվեցեք Աստծո հետ։ Ես այս հատվածի մասին որ ուզում եմ խոսել, ավետարանի կոչը, Աստծո պատգամը, Աստծո խոսքը այսօր ուղղված ինձ և քեզ մի բանի մասին է, Աստված ուզում է, որպեսզի մենք հաշտվենք իր հետ։ Ես մի հատ օրինակ եմ ուզում բերել, ինձ շատ անհանգստացնում էր ազգի ներկայվիճակը, եւ որ նայում ենք ինչպես ապրում է օրերի մեջ մեր ազգը, մենք շատ անհանգստանալու կարիք ունենք։ Եվ որ Պողոս Ալեքյանը նամակ էր գրում Կորինթոսի մեջ, այսպես էր ասում, որտեղից են ձեր մեջ կռիվներ, պատերազմներ, չարություններ, ասում էր դրա պատճառը մի բան է, որովհետև դուք մարմնավոր եք։ Մենք այս օրերի մեջ լսում ենք, որքան երիտասարդների մահեր կան, սպանություններ կան։ Մեր քաղաքի մեջ մի քանի օր առաջ 23 տարեկան տղա սպանվեց, մի քանի օր առաջ իր հարկավորությունն էր։ Մի հատ տղայի ականջ ենք կտրել, ամեն օր չար լուրեր ենք լսում, որտեղից է մեր ազգի մեջ այսքան չարությունը, որտեղից է մեր ազգի մեջ այսքան հպարտությունը, վատ կամենալը, չկամեցողությունը, որտեղից է մեր մեջ։ Ավետարան ասում է դրա մի հատ պատճառ կա, որ մենք դադարել ենք հոգևորապես ապրելուց, մեր ազգը քրիստոնյա լինելով, հոգևոր լինելով, դադարել է հոգևորապես ապրելուց, մենք ապրում ենք մարմնավոր կյանքով, մեր մեջ ավելի հոգևոր արժեքները ցածրացել են, սրբությունները ցածրացել են, սրբությունը, մաքրությունը այլևս մեր ազգի մեջ տեղ չունի, մեր ազգի մեջ բարձրանում է հպարտությունը, նյութապաշտությունը, գոռոզությունը, նախանձը և չարությունը։ Եվ դրա համար ավետարանն ասում է, Քրիստոսի կողմանը մենք ձեզ աղաչում ենք, հաշտվեք Աստծո հետ։ Հաշտվեք Աստծո հետ նշանակում է նորից դառնանք որպես քրիստոնյա ազգ, դառնանք դեպի Աստծուն։ Մի բան եմ ուզում հարցնեմ, այս հարցի մեջ ամեն մեկս մեր բաժին ունենք։ Ուր է մեր ընտանիքների մեջ, ինչի մենք մեր երեխաներին չենք սովորացնում հայրերը, ինչի մեր ընտանիքների մեջ աղոթքներ չկան, մենք որպես քրիստոնյա ազգ, մեր պապերը ամեն անգամ հաց ուտելու ժամանակ աղոթք են արել, հարց եմ ուզում տամ, մեզանից ով է վերջի անգամ հաց ուտելու ժամանակ աղոթք արել, մենք այլևս չենք աղոթում։ Կար ժամանակ է, որ մեր հայրերը, մեր պապերը, երեխաներին աստվածաշնչի սաղմոսներ էին սովորացնում, սուրբ գիրք էին կարդում սերունդների համար, ինչի մեջ են մեծանում մեր սերունդները, որքան հեռու են մեր սերունդները ավետարանից, սրբությունից, քրիստոնեական արժեքներից որքան հեռու են, ավելի մոտիկ են մեղքի կյանքին, ավելի մոտիկ են չարությանը, ամեն մի փոքր երեխա երազում է մեծանա և դառնա անցագործ, էսի մեր ազգին տանելու է անկման եղբայրներ քույրեր, և դրա համար ավետարանն ասում է, աղաչում ենք ձեզ, որպես թե մեր միջոցով Աստված է ձեր հետ խոսում, դարձեք դեպի Աստծուն, հաշտվեք Աստծո հետ։ Գիտեք, երբ որ երկու հոգի ամուսիններ իրար շատ մտերիմ են, հարազատ են, ջերմ են, իրենց հաշտեցնելու կարիք չկա, բայց երբ որ իրարից օտարացած են, հեռացած են, իրանց մեջ արդեն տարաձայնություն կա, այստեղ հաշտության կարիք կա։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ մենք շատ ենք հեռացել Աստծուց, մենք որպես ազգ հեռացել ենք Աստծուց, փողը, շահը ավելի արժեք ունի, քան ավետարանը, աղոթքը, սրբությունը, եկեղեցին, հոգևոր արժեքները ցածրացել են։ Եվ սրա արդյունքը քաղում ենք մենք և մեր սերունդները։ Եվ որ նայում ենք աշխարհը, մեր ազգը ինչ ընթացքի մեջ է, եթե սա շարունակեց ուր ենք հասնելու, ուր ենք հասնելու, եթե սերունդները չեն մեծանում Աստծո վախով, ամեն մեկը երազում է, որ դառնա ինչ-որ մի հատ հեղինակություն, որ ուրիշների խաբի, կողոպտի, ինչ նպատակներ ու երազանքներ ունեն մեր երեխաները, բայց այսպես չի եղել մեր ազգը,
մեր ազգը եղել է քրիստոնյա, մեծերին արգով, խրատ լսող, մի ընտանիքի մեջ ապրել են մի քանի ընտանիքներ, եղել ամենաշխություն, բայց հիմա ընտանիքների մեջ երկու ոտքի են և իրանց մեջ խաղաղություն չկա։ Մի պատճառ կա եղբայրներ քույրեր, ավետարանն ասում է, որ մենք հեռացել ենք Աստծուց, հեռացել ենք ավետարանից, հեռացել ենք Քրիստոսից, և հիմա մեր աղաչանքն է, եթե ուզում ենք մեր ազգի համար լավ լինի, լավ օրեր կան, լավ սերունդներ տեսնենք, ասում աղաչում ենք ձեզ, որպես թե Աստված ամեն միջոցով ձեզ հետ խոսում, հաշտվեք Աստծո հետ։ Մի հարց տամ, ինչով ենք մենք տարբերվում աշխարհի մնացած ազգերից, որոնք քրիստոնյա չեն։ Եթե նրանք չունեն Քրիստոսին, ես էլ չունեմ, նրանք չեն աղոթում, ես էլ չեմ աղոթում, բա ո՞րն է իմ առավելությունը։ Եկեք գնանք մեր ընտանիքների մեջ, վերցնենք մեր սուրբ գիրքը, սուրբ ավետարանը, վստահ եմ բոլորիս ընտանիքների մեջ կա, մեր երեխաներին կապենք ավետարանի հետ, ծունկի վրա իջնենք և աղոթքներ անենք։ Այսօր մեր ազգը չի աղոթում, չարախոսում ենք, բամբասում ենք, նախատում ենք, բայց չենք բարեխոսում և չենք աղոթում։ Մեր աղաչանքն է Տիրոջմով, եկեք դառնանք դեպի Աստծուն։ Եթե ուզում ենք մեր համար լավ լինի, մեր երեխաներին չսովորացնենք նյութապաշտություն, մեր երեխաների մեջ գցենք սերմեր, որը հետո արդյունք կա տալու, վատ արդյունք կա տալու, այլ թող մեր երեխաների սրտի մեջ ավետարանի մաքուր սերմը, մաքուր խոսքը ընկնի։ Մի հատ անձնավորություն կա ավետարանի մեջ, որի անունը Տիմոթեոս եղբայր է։ Պողոս Արաքյանն ասում է Տիմոթեոս եղբայր, դու որ հիմա այս հոգևոր մարդ ես, մի պատճառ կա, քո տատիկը, քո մաման մանկուց քեզ ավետարանն է սովորացրել։ Եթե ուզում ենք մեր ընտանիքների մեջ սուրբեր մեծանան, հոգևոր մարդիկ մեծանան, պատվով ապրող մարդիկ մեծանան, շնորհքով լեցված մարդիկ մեծանան, մեր երեխաներին փոխանցենք ավետարանի խոսքը։ Ոչ թե մեր երեխաները սնվեն փողոցում, հոգևոր իմաստով եմ ասում, ոչ թե մեր երեխաները կապվեն ունայն պիղծ բաների հետ, գիտեք մեր օրերից ինչքան երեխաներ խելագարվում են, մեզի շատ են դիմում ծնողները, որ իմ երեխան սկսել է տարօրինակ բաներ անել, անքնություն ունի, վախեր ունի, ստրես ունի, գիտեք ինչի, որտեղ Հիսուս չունի, այս երեխաները սերունդները կապվում են ինտերնետով տարբեր բաների հետ և սա մեզի չի անհանգստացնում։ Ես երեխաներ ունեմ, մանկուց իրանց կապել եմ ավետարանի հետ, ես ինձ երջանիկ ծնող եմ համարում, որ իմ երեխաները վախի մեջ չեն, իմ երեխաները մեղքի մեջ չեն, անօրենության մեջ չեն։ Երանի մեզանից ամեն մեկ ասի, ես էլ եմ ուզում քրիստոնյա ընտանիք ունենալ, սուրբ ընտանիք ունենալ, արժանապատվությամբ ապրող ընտանիք ունենալ, որ որպես ծնող ես իմ գլուխը բարձր պահեմ և Աստված, որ այս խոսքը այսօր մեզ հետ հասնի, աղաչում ենք, հաշտվեք Աստծո հետ, դարձեք նորի սրտով դեպի Աստծուն։ Իմ համար աղոթելը ամոթ չի, բայց իմ համար ամոթ կլինի, եթե իմ երեխան իրանից մեծին չհարգի։ Իմ համար ամոթ չի ավետարանը կարդալը, իմ համար ամոթ կլինի, եթե իմ երեխան ուրիշի վնաս տա, ուրիշի երեխայի կյանքը խլի։ Այս համար ես կամաչեմ, բայց չեմ ամաչում, որ իմ երեխաները աստվածապաշտ են։ Եկեք բոլորս մեր սրտով դառնանք դեպի Աստծուն և հաշտվենք Աստծո հետ։ Ավետարանը սիմվոլ չի քրիստոնեության, ավետարանը գրականություն չի գրադարանի համար, ավետարանը կյանքի աղբյուրը, մեր պապերը սնվել են ավետարանից, ժամանակն է, որ մենք էլ դառնանք ավետարանի, թող Աստված փոխի ամեն մեկից քրիստոնեի ամեն։ Եկեք անենք աղոթքի։ Թող Աստվածյալների ընտանիքի մեջ սուրբ ողորմի քարություն և Աստված մեր ազգին էր ապաշխարություն և փրկություն։ Մեր ազգը Քրիստոսի կարիք ունի։ Նորից եմ ասում, կապ չունի երկիրը ով է ղեկավարում։ Եթե ես իմ ընտանիքի մեջ ավետարանի խոսքը չբարձրացրեցի, իմ վայ իմ ընտանիքի, այսօր ինձանից է կախված ամեն բան։ Եկեք աղոթենք մեր ազգի համար, որ Աստված մեր ազգին խաղաղություն տա, այս պառակտումները դադարեն, չարությունները դադարեն,
իրար համար վատը կամենալու փոխարեն իրար լավը կամենան։ Եվ սա կարող անենք միայն ավետարանը, Քրիստոս կյանքը մեր մեջ աղոթենք։ Երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից Աստված մեր, այն մխիթարության համար, որով որ դու մխիթարում ես մեզ։ Մեր աղաչանքն է Հայր, որ քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու մխիթարությունով մխիթարես այս ընտանիքը, որովհետև քո խոսքի մեջ է մեր մխիթարությունը, եւ մխիթարության իրական աղբյուրը դա ավետարանն է, եւ մենք ընդունում ենք քո խոսքը, ընդունում ենք ավետարանի մխիթարությունը, խնդրում ենք մեր ազգի համար խաղաղության օրեր լինի, մեր ազգը դառնա դեպի քեզ, դառնանք դեպի Սուրբ ավետարանին, դառնանք դեպի Սուրբ հավատքին, դառնանք դեպի Քրիստոսին, օգնիր մեզ այս բոլոր բաների մեջ, անվանդ փառքիդ համար, Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին